Բարև ձեզ, դուք Schematic Manage-ում եք և այսօր մենք կխոսենք շաքարային դիաբետի ժամանակ կիրառվող տեղերի մասին։ Տեսանյութը նախատեսված է բժշկական համալսարանում սովորող ուսանողների և արձինատռների համար և ունի միայն ուսուցողական բնույթ։ Բոլոր հիվանդները, ում մոտ ախտորոշված է շաքարային դիաբետ, պետք է անցնեն համապատասխան ուսուցում, թե ինչպես կարգավորեն իրենց դիետան, կատարեն մարմնամարզություն, ինչպես նաև հսկողության տակ պահպանեն գլյուկոզայի մակարդակը։ Ինչպես նաև բուժման տակտիկան իր մեջ ներառում է բարդությունների կանխարգելումը և բուժումը։ Բուժման տակտիկան կախված է թե որ տիպի շաքարային դիաբետ է առկա։ Տիպ 1 շաքարային դիաբետի ժամանակ կիրառվում են ինսուլինի փոխարինիչներ։ Տիպ 2 շաքարային դիաբետի ժամանակ օրալ պրեպարատներից առաջին գծում է մեթֆորմինը, ինչպես նաև կարող են կիրառել ոչ ինսուլինային պրեպարատների ներարկումներ և որոշ դեպքերում նաև կիրառվում է ինսուլինի պրեպարատներ։ Այս դեպքում քաշի իջեցումը ևս կարող է բարնպաստ դեր ունենալ։ Իսկ գեստացիոն շաքարային դիաբետի ժամանակ կիրառվում են ինսուլինի փոխարինիչներ, եթե վարժությունների միջոցով և սննդակարգի կարգավորման միջոցով չի կառավարվում։ Սկսենք ինսուլինային պրեպարատներից։ Դասակարգում ենք ըստ ազդեցության տևողության։ Սլայդը իմ անգլերեն տեսանյութից է և կփորձենք հասկանալ իրար հետ ազդեցության մեխանիզմները առանձին դեղամիջոցների։ Արագ ազդեցության պրեպարատներն են Lispro, Aspart և Glulizin։ Կարճատև ազդեցության է ռեգուլյար ինսուլինը, միջին ազդեցության տևողություն ունի NPH ինսուլինը, երկարատև ազդեցության են Detemir-ը և Glargine և շատ երկար ազդեցության տևողություն ունի Degludec-ը։ Այս պրեպարատների ազդեցության մեխանիզմը հետևյալն է. նրանք կապվում են ինսուլինի ռեցեպտորին, ինսուլինի նման, որը օժտված է թիրոզին կինազային ակտիվությամբ։ Ավելի մանրամասն թե ինչպես է ինսուլինը ազդում կապվելով ինսուլինի ռեցեպտորի հետ, համապատասխան բաժնում։ Եվ այսպես եկեք պատկերացնենք, ինչ պետք է անի ինսուլինը։ Մենք տալիս ենք ինսուլինային պրեպարատ, կապվում է ինսուլինի ռեցեպտորի հետ և էֆեկտը կլինի այն, ինչ որ նորմայում պետք է ինսուլինը կատարի։ Գիտենք, որ եթե շատ պարզ բառերով բացատրենք, պետք է գլյուկոզայի մակարդակը իջեցնենք ինսուլինի միջոցով։ Եվ հետևաբար դա իրականացվում է տարբեր մեխանիզմներում՝ լյարդում, մկաներում, ճարպային հյուսվածքում և բջջի կողմից ևս ունենում ենք փոփոխություններ, էլեկտրոլիտային փոփոխություններ։ Լյարդում մի մեխանիզմը, որի միջոցով կարող ենք գլյուկոզան օգտագործել, դա գլյուկոզայի պահպանումն է գլիկոգենի տեսքով։ Մկաններում ևս մեծանում է գլիկոգենի սինթեզը, ինչպես նաև սպիտակուցների սինթեզը։ Ճարպային հյուսվածքում մեծանում է տրիգլիցերիդների քանակը, իսկ բջջաթաղանթում նպաստում է, որպեսզի կալիումը անցնի դեպի բջջի ներս, ներբջջային տարածություն։ Այս նպատակով կիրառվող պրեպարատների կողմնակի ազդեցությունները ես գտնում եմ, որ ավելի ճիշտ կլինի պատկերացնել նկարների միջոցով, այլ ոչ թե ես ուղղակի թվեմ։ Եվ այսպես, ինսուլինային պրեպարատները տրամաբանորեն իհարկե կարող են առաջացնել հիպոգլիկեմիա, լիպոդիստրոֆիա, հիմնականում այն հատվածում, որտեղ որ կատարվում է ներարկումները, գերզգանության ռեակցիաներ կարող են առաջանալ և քաշի ավելացում կարող է նկատվել։ Այժմ անցնենք այն պրեպարատներին, որոնք կիրառվում են օրալ ճանապարհով։ Այս պրեպարատները ունեն տարբեր դասակարգումներ, բացի պրեպարատների անուններից և յուրաքանչյուր խմբում իրենց ազդեցության մեխանիզմի տարբերությունից, նրանք նաև տարբերվում են իրենց գլխավոր ազդեցության մեխանիզմով ըստ խմբերի։ Եվ առաջին խմբի մեջ են մտնում մեթֆորմինը, որը բիգուանիդ է, և մյուս պրեպարատը դա պիոգլիտազոնն է։ Այս երկու պրեպարատների ազդեցության մեխանիզմն է մեծացնել ինսուլինի զգայունությունը։ Եվ այսպես, մեթֆորմինի ազդեցության մեխանիզմը հետևյալն է։ Այն ընկճում է միտոքոնդրիալ գլիցերոլ 3 ֆոսֆատ դեհիդրոգենազան, արդյունքում ընկճվում է լյարդում գլյուկոնեոգենեզը, ինչպես նաև մեծացնում է գլիկոլիզը։ Եվ եթե մենք ունենում ենք հյուսվածքների զգայունության բարձրացում ինսուլինի նկատմամբ, հետևաբար նաև կմեծանա պերիֆերիկ հյուսվածքներից գլյուկոզի կլանումը։ Այս պրեպարատը կարող է առաջացնել մարսողական համակարգի կողմից բարդություններ, ինչպես նաև լակտատացիդոզ, այդ պատճառով պետք է զգուշությամբ կիրառենք, եթե առկա է երիկամային անբավարարություն, ինչպես նաև կարող է առաջացնել վիտամին B12-ի դեֆիցիտ։ Իսկ քաշի տեսանկյունից նվազեցնում է քաշը և այդ պատճառով էլ բավականին նախընտրելի պրեպարատ է։ Մյուս պրեպարատը դա պիոգլիտազոնն է, նրա ազդեցության մեխանիզմը հետևյալն է։ Խթանում է PPAR գաման, որը կորիզային ռեցեպտոր է և մեծացնում է ինսուլինի զգայունությունը, ինչպես նաև ադիպոնեկտինի քանակը։ Եվ արդյունքում կարգավորվում է գլյուկոզի մետաբոլիզմը և ճարպաթթուների պահեստավորումը։ Այս պրեպարատի կողմնակի էֆեկտներն են այտուցների առաջացումը, սրտային անբավարարությունը, ինչպես նաև մեծանում է ռիսկը կոտրվածքների։
Ազդեցությունը ի հայտ է գալիս բավականին ուշ, մոտավորապես մի քանի շաբաթում, իսկ քաշի կողմից ունենում ենք ընդհակառակը ի տարբերություն մեթֆորմինի քաշի ավելացում։ Մյուս խմբի պրեպարատների ազդեցության հիմնական մեխանիզմն է, մեծացնում են ինսուլինի ձերբազատումը կամ սեկրեցիան։ Այս խմբի մեջ են մտնում առաջին և երկրորդ սերնդի սուլֆանիլ ուրեազային պրեպարատները, ինչպես նաև մեգլիտինիդները։ Առաջին սերնդի սուլֆանիլ ուրեազային պրեպարատներն են քլորպրոպամիդ և տոլբուտամիդ, իսկ երկրորդ սերնդի սուլֆանիլ ուրեազային պրեպարատներն են գլիպիզիդը և գլիպուրիդը։ Մեգլիտինիդներն են նատեգլինիդը, ռեպագլինիդը։ Ուշադիր լինենք, երկուսի մոտ էլ առկա է գլին վանք։ Այս պրեպարատները, փակելով կալիումական անցուղիները պանկրեասի բետա բջիջներում, նպաստում են, որպեսզի բջիջը ապաբևեռացվի, արդյունքում կալցիումի ներհոսքի հետևանքով ձերբազատվում է ինսուլինը։ Առաջին սերնդի սուլֆանիլ ուրեազներին միայն նրանց բնորոշ է դիսուլֆիրամի նման ռեակցիան։ Դիսուլֆիրամը պրեպարատ է, որը կիրառվում է ալկոհոլիզմ ունեցող անձանց մոտ, որպեսզի հնարավորինս զզվանք առաջացնի ալկոհոլի նկատմամբ, և որոշակի դեղեր կան, որոնք ևս ունեն այդ էֆեկտը։ Առաջին սերնդի սուլֆանիլ ուրեազային պրեպարատները ևս ունեն այդ էֆեկտը, դրա համար նրանք կիրառվում են շատ հազվադեպ։ Մյուս կողմնակի բարդությունը դա հիպոգլիկեմիան է, և ավելի է մեծանում հիպոգլիկեմիայի ռիսկը, եթե առկա է յիրի կամ այն անբավարարություն, իսկ քաշի կողմից ունենում ենք քաշի ավելացում։ Մյուս խմբի ազդեցության մեխանիզմն է, մեծացնում են գլյուկոզով խթանված ինսուլինի սեկրեցիան։ Այս խմբի ենթախմբերն են GLP-1-ի անալոգները և DPP-4-ի ինհիբիտորները։ Այս տեղախումբը շատ հեշտ է հիշել, քանի որ մեզ ընդամենը պետք է հասկանալ GLP-1-ի անալոգները։ GLP-1 անալոգներն են էքսենատիդ, լիրագլուտիդ և սեմագլուտիդ։ Նրանք ընկճում են գլյուկագոնի ձերբազատումը և ընկճում են ստամոքսի դատարկումը և մեծանում է գլյուկոզ կախյալ ինսուլինի ձերբազատումը։ Կողմնակի էֆեկտներն են սրտխառնոց, փսխում, ինչպես նաև կարող է պանկրեատիտ առաջանալ։ Մյուս կողմնակի էֆեկտը բավականին տրամաբանական է, եթե մենք նվազեցնում ենք ստամոքսի դատարկումը, հետևաբար ունենում ենք վաղ կշտացման զգացում, որը բավականին ցանկալի էֆեկտ է։ Իսկ քաշի կողմից ունենում ենք քաշի նվազեցում, որը ևս շատ ցանկալի էֆեկտ է համարվում։ Իսկ DPP-4-ի ինհիբիտորներն են լինագլիպտին, սիտագլիպտին։ Այս պրեպարատները ընկճում են DPP-4 ֆերմենտը, որը պետք է ընկճեր GLP-1-ը։ Արդյունքում ևս նվազում է գլյուկագոնի արտազատումը, նվազում է ստամոքսի դատարկումը և մեծանում է գլյուկոզ խթանված ինսուլինի ձերբազատումը։ Կողմնակի էֆեկտներն են շնչառական համակարգի, միզային համակարգի ինֆեկցիաները և քաշի վրա էֆեկտ չունի, և ինչպես նախորդ դեպքում նվազեցնում է ստամոքսի դատարկումը և մեծացնում է կշտացման զգացումը։ Հաջորդ խմբի պրեպարատների ազդեցության մեխանիզմն է նվազեցնել գլյուկոզի աբսորբցիան։ Ենթախմբերն են նատրիում գլյուկոզ կոտրանսպորտեր 2-ի ինհիբիտորները, դրանք ֆլոզին պրեպարատներն են, վերջավորությունը ֆլոզինով, և ալֆա գլյուկոզիդազի ինհիբիտորները։ Նատրիում գլյուկոզ կոտրանսպորտեր 2 ռեցեպտորը գտնվում է պրոքսիմալ ոլորուն խողովակներում, և նրա հիմնական նպատակը դա գլյուկոզայի մեզից հետներծծումն է։ Հետևաբար, եթե մենք ընկճում ենք այս ռեցեպտորին, գլյուկոզը հետ չի գա և կունենանք գլյուկոզուրիա, որը կնպաստի բակտերիաների աճին միզասեռական համակարգում, կարող է նպաստել կանդիդիազի առաջացմանը, դեհիդրատացիայի, քանի որ երբ գլյուկոզը անցնում է մեզի մեջ, բավականին օսմոտիկ միջավայր է և մեծ քանակությամբ հեղուկ են կորցնում այս պրեպարատը խմող պացիենտները, որը կարող է նպաստել օրթոստատիկ հիպոտենզիայի առաջացման։ Քաշի կողմից ունենում ենք քաշի նվազեցում։ Այս բոլոր կողմնակի էֆեկտները հաշվի առնելով պետք է հասկանալ, որ պետք է զգույշ կիրառենք այս պրեպարատը երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների մոտ, ովքեր ունեն բավականին նվազած կծիկային ֆիլտրացիա։ Ալֆա գլիկոզիդազի ինհիբիտորներն են, օրինակ միգլիտոլը, նրանք ընկճում են աղիների, թավիկների վրա առկա ալֆա գլիկոզիդազը և արդյունքում ուշանում է կարբոհիդրատների, այսինքն ածխաջրատների հիդրոլիզը և գլյուկոզի աբսորբցիան, և հետևաբար նվազում է պոստպրանդիալ հիպերգլիկեմիան։ Պոստպրանդիալ նշանակում է ուտելուց հետո։
Գիտենք, որ ածխաջրատները, եթե մնան երկար աղիներում, նրանք առաջացնելու են գազեր։ Հետևաբար, մարսողական համակարգի կողմից կունենանք կլինիկա բարդություն, որպես կունենանք մետեորիզմ։ Եվս խորհուրդ չի տրվում կիրառել երիկամային անբավարարության ժամանակ։ Եվ վերջին խմբի պրեպարատն է ամիլինի անալոգները, օրինակ պրամլինտիդը։ Նվազեցնում է գլյուկագոնի ձերբազատումը, ինչպես նաև նվազեցնում է ստամոքսի դատարկումը, իսկ կողմնակի էֆեկտ կարող է լինել հիպոգլիկեմիան, սրտխառնոցը և, ինչպես արդեն տրամաբանական է, արդեն քննարկեցինք 2 անգամ, նվազեցնում է ստամոքսի դատարկումը և մեծացնում է կշտանալու զգացումը, որը շատ ցանկալի էֆեկտ է։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։